տեղում է 14 միավորով, ընդհանրապես 1 միավոր է Արարատը վերջին 10-րդն է զգալիորեն կկրճատի միավորների տարբերություն որակազրկված է, և հանդիպումը սկսված է և գնդակը Լուլուկյանին Գանձասարը փորձում է հակագրվել Խաչատրյան, Բերտրան Մանի, փրկում է դարպասապահ Անզիմատի Աբուդուն։ Գնդակը մնում է Արարատի մոտ, սա Բերտրան Մանին, իդեպ նա հենց սխալվում է դարպասապահ Լուկա և գոլ։ 1-0, նորից Լուկան։ Ադրության կենտրոնում է Անզիմատի Աբուդուն, արագ ուզում էր գրող սկսել, փոխանցեց, ռիսկային փոխանցում էր, թերագնահատեց այստեղ Լուկայի կենտրոնացվածության աստիճանը, բայց վերջին տեխնիկան նյարդայնացնում է և բարկացնում է Արարատի ֆուտբոլիստներին, Բերտրան Մանի 2-0, հիասքանչ Գանձասար, ընդգծենք Արման Խաչատրյանի, եթե վարկյաններ առաջ Խաչումյանը չեզոքացրեց վտանգը պայքարելով Մանիի դեմ, ապա հիմա ընդհանրապես պայքար չեղավ, Ուսականտե արված և ազվում շատերը երիտասարդ ֆուտբոլիստներ են, Ավետիսյան, Մանի, զանցեց Քարտաշյանին, նորից Գանձասարն է գնդակով, Նարեկ Ալավերդյան, Քարտաշյանը հայտնվեց գնդակի դիմաց և իսկ միջև այդ անկյունային է իրացվում, արված, խաղից դուրս, Կանտե, արված և շեղեց, Լուլուկյան փոխանցում, ևս մեկ արված և գոլ, 2-1 Արարատը կրճատում է հաշվի տարբերությունը և ամեն ինչ դեռ նոր է սկսվում այսօրվա խաղում։ 2-1 Արարատի նորեկը Օբինան առաջին գոլն է խփում թիմի կազմում, գնդակին շատ տարօրինակ էր, Բերտեն բաց թողեց միտումնավոր և սա էլ ապակողմնորոշեց Գանձասարի թե դարպասապահին, թե մյուս ֆուտբոլիստներին, այո շատ խելացի խաղաց այստեղ Մալիկ Ազիզ Բերտեն և Գանձասարի ֆուտբոլիստները ոչ մի կերպ չարձագանքեցին, նույնիսկ Լուլուկյան այսօր զգում է, որ նրա կրնկով փոխանցումներն են ստացվում, այլ ավելի բարդ փոխանցումները ևս Սուատարը, Լոբուսովը փրկում է, անգամ չէ, որ թույլ տվեց Կանտե, հարված, Գանձասարի կազմում, ժամանակ է ստանում Խաչատրյան, փոխանցում և ինչպես, և ստիպված է գնդակով առաջ գալ Ֆոֆանա, փոխանցում է Օբինային, Դումբիա, լավ գրող է, Դումբիա, Ֆոֆանա, Արարատն է գրողում, Թովմասյան, նույնիսկ հարվածում է Արարատում իր նորամուտը նշող հարձակվողը, մենապայքարներում հաղթում է, հիշում եք ինչպես փրկեց իր թիմի եզրային փոխանցումից հետո, Գոր Լուլուկյան, մի փոխվեց իր արդյունքը, Էկոնգոլո, Լևոն Պետրոսյան, արված և Անզիմատի Աբուդուն էր տալիս, որ գրոհը շարունակվեր, բայց գրոհը կարճ տվեց, Ահուանգբո և գնդակը չի հայտնվում դար։ Լևոն Պետրոսյանը մտավ պայքարի մեջ և վաստակեց Տուգանային։ Հանդիպումն ավարտված է, առաջին կեսի հաշիվը պահպանվեց Գանձասար Արարատ 2-1 Գանձասարը մեկ շաբաթում երկրորդ անգամ հաղթում է Արարատին։